Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք տոնական, անգերազանցելի տեսք և համ ունեցող ամանորյա աղցան։ Այն պատրաստվում է առանց մայոնեզի և թթվասերի, ստացվում է թեթև, բայց միևնույն ժամանակ շատ համեղ ու ախորժելի։ Քաղցր աղի համային ուրբ համադրությունը, կարամելացված մսի բույրը և պղպեղների վառ գույները այս աղցանը դարձնում են տարբերվող և չկրկնվող։ Նշեմ, որ այս աղցանը չի գիրացնում, քանի որ օգտագործում ենք օգտակար, ցածր կալորիականություն ունեցող մթերքներ, պիտանելիության ժամկետը 3 օր է։ Նախքան պատրաստման գործընթացին անցնելը մի մոռացեք հավանել տեսանյութը և ընկերների հետ կիսվել այս համեղ աղցանի բաղադրատոմսով։ Բոլոր բաղադրիչները պարզ և մատչելի են, աղցանը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե։ Մեզ անհրաժեշտ է 400 գրամ տավարի փափկամիս, գունավոր պղպեղներ, եգիպտացորեն, համեմ, կանաչ սոխ։ Միսը մարինացնելու համար անհրաժեշտ է սոյայի սոուս, կարմիր և սև պղպեղներ, աղ, խմելի սունելի, 2 ատամիկ սխտոր, ինչպես նաև բուսայուղ։ Միսը բաժանում ենք բարակ երկար ձողիկների, ահա այսպես։ Նախընտրելի է աղցանը պատրաստել հորթի մսով, սակայն եթե հնարավորություն չկա ձեռք բերել հորթի միս, կարելի է պատրաստել նաև տավարի մսով։ Միսը պետք է մարինացնենք սոյայի սոուսով, որը քայքայում է մսի հյուսվածքները և տապակելիս այն դառնում է փափուկ և նուրբ։ Ամբողջ այսպես ձողիկների բաժանելուց հետո վրան ավելացնում ենք սոյայի սոուս։ Քանի որ սոյայի սոուսը բավականին աղ է պարունակում, աղը օգտագործում ենք շատ քիչ։ Ավելացնում ենք սև և կարմիր պղպեղներ, մի փոքր խմելի սունելի և 2 ատամիկ սխտոր։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, դնում ենք սառնարան առնվազն 2 ժամ։ Սոյայի սոուսը միսը դարձնում է շատ փափուկ, անգամ եթե տապակում ենք։ Կարող եք միսը մարինացնել երեկոյան և դնել սառնարան, որքան միսը շատ մնա մարինադի մեջ, այնքան աղցանը ավելի համեղ կստացվի։ Ցանկության դեպքում մսի վրա կարելի է ավելացնել 1 թեյի գդալ մեղր, քանի որ բուլղարական պղպեղները բավականին քաղցր են, ես մեղր չեմ օգտագործում։ Ձողիկաձև, որքան հնարավոր է բարակ կտրատում ենք գունավոր պղպեղները։ Կարող եք վերցնել տարբեր գույների պղպեղներ, ես վերցրել եմ 2-ը։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր տոնական բաղադրատոմսեր։ Աղցանին թարմության նրբերանգներ հաղորդելու համար կտրատում ենք կանաչ սոխ և համեմ։ Բարեկամներ, այս աղցանը հարուստ է կենդանական սպիտակուցներով և C վիտամինով։ Շատ օգտակար է, դյուրամարս և մատչելի։ Տապակի մեջ մի փոքր բուսայուղ ենք լցնում, թողնում ենք մի լավ տաքանա, ավելացնում ենք միսը և սկսում ենք տապակել։ Միսը պետք է եփել առնվազն 20-25 րոպե։ Միսը տաք թավայի մեջ լցնելիս բավականին հյութ է արձակում։ Սկզբից այն շոգեխաշում ենք փակ կափարիչի տակ, այնուհետև տապակում ենք։ Տապակվելու ընթացքում այն ձեռք է բերում գեղեցիկ կարամելային երանգ։ Չեք պատկերացնի ինչ անուշ բույր է տարածվել իմ խոհանոցում։ Սխտորը և սոյայի սոուսը իրենց գործն արել են։ Միսը գրեթե պատրաստ է, սկսում ենք հավաքել աղցանը։ Համապատասխան տարայի մեջ լցնում ենք գունավոր պղպեղները, տապակած միսը, 200 գրամ եգիպտացորեն, կանաչ սոխը և համեմը։ Մեզ անհրաժեշտ է նաև 1 ճաշի գդալ բալզամիկ քացախ, որը մեր պատրաստած աղցանին մի փոքր թթված երանգ կհաղորդի։ Ստանում ենք գույներով հարուստ, առողջարար բաղադրիչներով շատ օգտակար աղցան։ Ավելացնում ենք աղ և սև պղպեղ, մի փոքր բուսայուղ և մի լավ խառնում ենք, աղցանը պատրաստ է։ Խառնելուց հետո մատուցում ենք անմիջապես և անուշ ենք անում։ Բարի ախորժակ, շատ համեղ է ստացվել։ Սիրելիներս, այս աղցանը պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես ստացվեց։
Այսօր էլ առանց մայոնեզի եւ թթվասերի պատրաստվող շատ համեղ եւ օգտակար աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։